Ձեր, այսպես ասած, ֆիշկան, բոլորը իրար դեմ հակաքարոզ են անում, հա։ 300,000 ադրբեջանցի բերելն է, պարոն Կարապետյան։ Դուք չեք կարծում, որ Ալիևի մեկ անգամ մի քանի տարի առաջ ասած թիվը անընդհատ գովազդով եւ հսկայական գումարներ ծախսելով այդ գովազդի վրա, դուք մտցնում եք մեր քաղաքական օրակարգ Ալիևի թեզը, դուք մտցնում եք մեր քաղաքացիների գիտակցության մեջ Ալիևի թեզը եւ դուք ասում եք, որ 300,000 ադրբեջանցի վերադառնալու է, պարոն Կարապետյան, դա նշանակում է 300,000 ադրբեջանցի գնացել է, որտեղ մենակ գնալուց հետո կարած վերադառնաս։ Իսկ իրականում դա 160,000-ի ա եղել եւ 300,000 երբեք չի եղել։ Իսկ դուք դա մտցնում եք մարդկանց մեջ, խնդրեմ։ Պարոն Ղազարյան, մինչև այդ Ալիևը հայտարարում էր, որ Սյունիքով ճանապարհ է ստանալու։ Մենք հայկական հանրույթը չէր տեղեկանում դրա մասին։ Հետո Ալիևը հայտարարում էր, որ սահմանադրություն է, Հայաստանը պետք է փոխի։ Ոչ մեկ այստեղ չէր խոսում դրա մասին։ Մի օր առավոտ մենք զարթնեցինք, տեսանք, որ մեր երկրի վարչապետը Ալիևի հորդորով հայտարարեց, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Դուք ուզում եք, որ մենք մի օր զարթնենք, տեսնենք, որ Ալիևը ասաց ադրբեջանցիների գալը հողի վրա արդեն սկսում է տեղի ունենալ։ Իսկ ես ասեմ մի քանի բան, որ ձեր ասացին, ձեր տեղեկատվությունը կավելացնի։ Ինձ թվում է դուք մի քանի տեղեկատվական բան եք բաց թողել։ Առաջինը, Ալիևը այդպիսի հայտարարություն արել է 3 ամիս առաջ։ Երկրորդ, Ալիևը 3 ամիս առաջ կնեք չի ասել 300,000 ադրբեջանցի ա վերադառնա։ բառացի շեշտեմ։ 300,000 չի ասել, ես բառացին եմ, ասեք։ Մենք պետք է վերադառնանք բառացի։ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի գիտնականների հետ հանդիպման ժամանակ։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, եւ դրա համար պատասխանատվությունը դրված է Ադրբեջանի պետության վրա։ Երկրորդ բանը, Ադրբեջանը այսօր մոտարապես 7 օր առաջ հայտարարել է, որ Օրդուբադում Մեղրից 10 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունենալու ֆորում։ Ֆորումի անունը գիտեք ինչ է։ Վերադարձ Արևմտյան Ադրբեջան։ Ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից, Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից, որի ընթացքում ընտրություններից ընդամենը 11 օր հետո ֆորում է լինելու Մեղրից 10 կիլոմետր հեռավորության վրա եւ քննարկվելու է ձևաչափը ադրբեջանցիների Հայաստան վերադարձի։ Երրորդ բանը, Ադրբեջանի նախագահի օգնականը 300,000 ադրբեջանցիների մասին ասես 12 օր առաջ։ Նա ասել է 300,000 ադրբեջանցի։ 300,000 ադրբեջանցի, խնդրում եմ այսօր նայեք, բոլորը կարող են հենց հիմա նայել 300,000 ադրբեջանցի արտահայտությունը։ Չորրորդը, Ադրբեջանի հոգևոր առաջնորդի տեղակալը, Փաշազադեի տեղակալը դուրս է գալիս եւ հայտարարում է, որ Հայաստանի տարածքում եղել են 400 մզկիթ եւ դրանք պետք է վերականգնվեն եւ հանձնվեն Փաշազադեի կառույցին։ Եթե դու միայն կույր պետքա լինես, այսքանից հետո հավատաս, որ այդ մարդիկ չեն ուզում գալ, այդ մարդիկ գալիս են, թուրքը գալիս է։ Ալիևը նաեւ հայտարարել է, որ պատերազմը ավարտվել է։ Նրանք կնեք ես ավարտեմ։ Ալիևը հայտարարել է, որ պատմության էջը այդ այլևս փակ է։ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ մենք սկսում ենք նորմալ տնտեսական հարաբերություններ։ Ալիևը դուք ոչ մի Ալիևը նաեւ ձեր ղեկավարին հանցագործ է ասում, չէ՞, քրեական գործ։ Իսկ ինչու ԿՊ ղեկավարին հանցագործ չի ասում։ Դուք ոչ մի Ալիևի հայտարարություն, որ պատերազմը ավարտվել է, որ խաղաղություն է հաստատվել, որ կռվի էջը փակված է, որ մենք պետք է բարի դրացիակ, այդ ոչ մեկը չեք հիշում։ Եվ անընդհատ գովազդ եք անում 300,000 ադրբեջանցի։ Պետք է իմանա, խաղաղությունը անխուսափելի է։ Մենք դա մի քանի անգամ հայտարարել ենք եւ ժամանակի սղության պատճառով հնարավորություն չեք ունեցել ծանոթանալ մեր հայտարարություններին։ Մի քանի անգամ բազում տեղեր մենք հայտարարել ենք թեկուս Հրազդանում, Չարենցավանում։ Դուք չեք գտնում Ալիևի նարատիվները տարածում այստեղ։ Ալիևի նարատիվները տարածում է Ալիևի մարզպետ այստեղ։ Ոչ։ ԿՊ-ի ղեկավարը զարթնում է ադրբեջանցի հետ չի գալու եւ նման հարց չկա։ Զարթնում է եւ ասում է, որ Ալիևի պահանջով պետք է սահմանադրություն փոխի։ Ինչու է Ալիևի պահանջով սահմանադրություն փոխում ԿՊ-ի ղեկավարը։ Ալիևին եք հավատում թե Փաշինյանին։ Երկուսին չենք հավատում։ Ցավոք ամեն օր գովազդում իր ասածը։ Ինչու, որովհետև Ալիևը ինչ ասել է, արել այս մարդը։ Հավատում եք։ Ոչ, չենք հավատում որպես մարդ, հավատում ենք այն բանին, որ ինքը ինչ պահանջել է, մենք մեր երկրի ղեկավարը տվել է։ Հադրութի օրը հիշում եք, երբ նա հայտարարում էր, որ Հադրութում էր, մեր երկրի ղեկավարը հայտարարում էր, որ Հադրութում չեն։ Նույն ձև նրանք ինչ հայտարել են ճանապարհ։ Մեղրիում ժողովուրդը հարցրեց, ճանապարհ տալու ես թե չէ, ասեց չեմ տալու։ Սահմանադրության գծով բազում անգամ ասվել է, սահմանադրություն չտվել են։ Ճանապարհ է տրվել, այո։ Հայաստանի սուվերեն տարածքով ճանապարհ։ Որին դու կողմ եք քվեարկելու։ Որովհետև բերել է հասցվել է այն կետին, որ եթե մենք սկսենք
փոխել բանակցային կետերը, կնմանվենք Փաշինյանին, կսկսենք զրոյական կետից։ Մենք պետք է ավելացնենք երաշխավորությունը։ Ինչ վերաբերում է Ալիևի այն մյուս խոսքերին, որ նա ասել է խաղաղության պահով։ Իմ խոսքի մեջ, երբ ես ցիտեցի նրան, նա ասել է. մենք վերադառնալու ենք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Միևնույն ժամանակ մենք ասում ենք, որ Հայաստանը երկու դեպքում էլ ունենալու է խաղաղություն։ Խաղաղությունը լինելու է կամ ամուր, կամ թույլ։ Ինչն է թույլ խաղաղությունը։ Թույլ խաղաղությունը խաղաղության պայմանագիրը առանց երաշխավորի։ Թուրքի հետ խաղաղություն են կնքում առանց երաշխավորի, որի արդյունքում, ավարտեմ պարոն Ղազարյան, որի արդյունքում մենք ունենալու ենք ուղիղ տետ-ա-տետ հարաբերություններ, որի արդյունքում ունենալու ենք ադրբեջանցիներով համեմված Հայաստան, բերելու այնքը թուրքերին։ Ամուր խաղաղությունը հակասաֆարովյան օրենք ընդունած Հայաստանն է, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ընդունում է օրենք, որով արգելում է ադրբեջանցիներին գնել հող։ Հողը դա արգելված է, հարգելի ընկերության միջոցով արգելված չի, պարոն Ղազարյան, արգելված է, ոչ մի օտար երկրա քաղաքացի չի կարող ստեղ հող առնել, համաձայն եք։ Պարոն Ղազարյան, 20000 դրամ ունեն օտար երկրա քաղաքացիները։ Չի կարող նա Հայաստանում հող սեփականատեր դառնալ։ 20000 դրամ ունեն օտար երկրա։ Բացում են ընկերություն Հայաստանում եւ դրանով առնում են։ Ես տնտեսագետ եմ, դրա մասնագետն եմ։ Ինձ դրա հետ կապված չարժի իմ այդ բանավիճել։ Նրանք բացում են ընկերություն, 100% սեփականատերը լինում է Սաֆարով ինչ որ մեկը եւ խաղաղության պայմանագրից հետո գնում են հող։ Իրավունք ունեն գնել հող ընկերությունով։ Ձեր ասացին, պարոն Կարապետյան։ Պարոն Ղազարյան, ո՞նց չեն հավատում մեր ասացին։ Եթե Ադրբեջանի ղեկավարն է ասում, Ադրբեջանի ղեկավարի օգնականն է ասում, Փաշազադեի տեղականն է ասում, ֆորում են անում Մեղրից 10 կիլոմետրի վրա։ Ամենաշատ հայ-թուրքական բիզնես Հայաստանում բացվել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Այդպես է թե չէ։ Լսեք, մենք երկու տարբեր բաներից ենք Այսինքն մենք երկու տարբեր։ Դուք ասում եք, դուք հավատում եք, որ ադրբեջանցիները գալու են։ Ես ասում եմ 100% են գալու։ Ես վերել եմ բազում անգամներ մի տարածաշրջանի օրինակ, որը իմ հայրենի Տաշիրի սահմանակից թուրքական գյուղն է։ Ադրբեջանական գյուղում, ադրբեջանական սահմանակից գյուղ ունենք։ Այստեղ Մեծավան համայնքն է, այստեղ ադրբեջանական մի հատ գյուղ է։ Ուրեմն 90 թվականին ադրբեջանական գյուղը մի հատ մանկապարտեզի չափ դպրոց ուներ։ Հայկական մեր գյուղը 3 դպրոց, 1 ուսումնարան։ Հետո Այսօր գործում է բնակչության անկման պատճառով գործում է 1 դպրոց Մեծավան համայնքում։ Հենց այսօր ադրբեջանցիները երկրորդ դպրոցն են կառուցում։ Վրաստանի տարածքում եղած ադրբեջանական գյուղում ավտոբուս կա դեպի Բաքու, Բաքվի կողմից ֆինանսավորվող, չկա Թիվլիս, կա Բաքու։ Ֆինանսավորում են դասերը ադրբեջաները, կրոնական դասերը։ Վրաստանը արդեն վերցել են, գալու են Հայաստան։ Ոչ, Հայաստանի սահմանակից ադրբեջանական համայնքներում ֆինանսավորում է գնում ադրբեջանցիների կողմից։ Ու մեր երկու գյուղերի տարբերությամբ բնակչությունը թուրքերի մոտ աճում է, մեր մոտ նվազում է։ Մեր երկրին պետք է տնտեսական մեծ վերափոխումներ, վերակառուցում, որ մեր երկիրը գյուղերից չգնա։ Ես ձեր թեզը հասկացա։ Դուք ասում եք, որ պետք է հիմա էլ խաղաղություն կլինի, ձերը ուժեղ կլինի, ես ճիշտ հասկացա։ Այո։ Եվ ասում են, որ օրենքի երաշխավոր եւ երաշխավոր։ Հիմա տեսեք։ Մեկից ավել երաշխավոր։ Հիմա, բայց դուք բարձա որ հիմնական երաշխավորը դա Ռուսաստանն է պատկերացնում, պարոն Կարապետյան։ Պարոն Ղազարյան, ես հարցը ավարտեմ։ Ես իրավունք ունեմ, ես բարձությունը մի քիչ շեղեմ։ Այո, ունեք հարցը ավարտեմ, դուք որովհետեւ մենք միշտ հայտարարում ենք ուրիշ երկրների մասին։ Ռուսաստանն է Ադրբեջանին տվել Նախիջևանը, Ռուսաստանն է Ադրբեջանին տվել։ Ես հարցը ուրիշ երկրի մասին ենք խոսում։ Ավարտեմ, դուք ինձ ուղեք, հա, այդ մասն եք խոսանք։ Ինչի մասին, այսինքն բան կա, որը դուք չեք ասում։ Ես հարցը ավարտեմ, հիմա արդեն ավարտել էի։ Իրանք են տվել Նախիջևանը, իրանք Ղարաբաղ բերեցին թուրքերին, հիշում եք համատեղ բան են ստեղծել, հա։ Իրանք զորքերը քաշեցին ադրբեջանցիները նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո եկան առաջ, տեսեք։ Իրանք մատին չխփեցին, երբ որ ղարաբաղցիները փախնում էին, հա, ընկել էին հետևներից, կրակում են, սպանում են, մարդիկ ստիպված թողեցին տները, եկան Հայաստան։ Իրանք մատին չտվեցին, երբ որ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Բոլոր երկրները տարածաշրջանի, այդ թվում Իրանը։ Դուք մի հատ թեմայից եք խոսում, որի պատասխանը ուրիշ բան է։ Հիմա ես ասեմ։ Այո։ Իրանք մատին չտվեցին, երբ որ հարձակվում էին Հայաստանի վրա։ Իրանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները հայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, բացի Ռուսաստանը։ Եվ հիմա դուք ուզում եք այդ երկիրը բերել մեզ երաշխավոր։ Պատասխանեմ ձեր հարցին, լավ որ դուք տվել եք սա հանրայինով, որ մեր ժողովուրդը տեսնի։ Որպեսզի խաղաղությունը լինի ուժեղ։ Այս երկիրը, որ ամեն ինչ այլ է, որ թուրքերը այդտեղ ուժեղանան ադրբեջանցիները, դուք եւ չի պաշտպանում մեզ։ Խնդրեմ։ Պատասխան։
Նախ առաջինը, երբ մենք ասում ենք մեկից ավելի երաշխավոր, մենք միշտ խոսացել ենք Իրանի Իսլամական Հանրապետության մասին, ով հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր համար կարմիր գիծ է։ Ի տարբերություն Ռուսաստանի։ Երկրորդ, Եվրոպական միության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին մենք բազում անգամ հայտարարել ենք։ Դուք չնշեցիք։ Դուք նշեցիք մի քանի բան, որի մասին բոլորը գիտեն։ Ես կարող եմ ավելացնել մի քանի բան, որի մասին շատերը չգիտեն, թե ինչ է եղել բանակցությունների այն կողմը։ Բայց դա չեմ կարծում, որ իմ երկրին օգուտ է։ Արդյոք մեր երկրի ղեկավարը ինչ որ բաներ խոսք տվել է Ադրբեջանի ղեկավարին նոյեմբերի 9-ի պայմանագրի շրջանակներում։ Չեմ ուզում խոսամ։ Օգուտ չի մեզ։ Հայաստանին օգուտ չի։ Ապագա կառավարությունը։ Հիմա ես ձեզ ասում եմ, այդ իսկ պատճառով մենք ասում ենք մեկից ավել երաշխավոր եւ բազմաթիվ անգամ նշել ենք, որ նույն օրը չընկնենք, որովհետեւ նույն ձեր ասած Ղարաբաղ Արցախում 20-րդ դարի սկզբում Շուշվա ջարդերը տեղի են ունեցել նրանից հետո, երբ անգլիական զորքերը Արցախը հանձնել են ադրբեջանցիներին։ Այդ երկրները, բոլոր երկրները ունեն իրենց շահերը։ Մենք մեր երկրի շահը տանելու, առաջ տանելու համար պետք է մի բան անենք։ Ունենանք մեկից ավել երաշխավոր։ Մենք այդ երկրները բերում, որ էլիստեր իրանց շահերը բրդեն, իմ հարցը է դա։ Դուք լավ ասիք, նրանք ունենք իրենց շահերը։ Ռուսաստանը միշտ մեզ մանրադրանք տալիս է թուրքերին։ Ինչի ենք բերում։ Հատման կետեր ունենք հետաքրքիր։ Շահերի հետաքրքիր հատման կետ։ Մենք երես առ երես թուրքերի հետ այսօր չենք կարող, մենք չենք կարող վստահել։ Ինչու՞։ Որովհետեւ Ռուսաստանը մեր տեղը թուրքերի։ Մեր պատմությունը։ Պետք է Ռուսաստանը թուրքերի հետ խոսա մեր փոխարեն։ Շարունակեմ կգամ դրան։ Շարունակեմ կգամ դրան։ Մենք չենք կարող երես առ երես թուրքերի հետ խոսել, չենք կարող։ Չենք կարող։ Ադրբեջանի հետ չենք կարող։ Վստահել չենք կարող։ Պայմանագրին երաշխավորա պետք, մարդա պետք, որ ասի։ Այսինքն Ռուսաստանը որ գա ավելի վստահելի կդառնա, որը ամեն ինչ այլ է որ ես Իրանի Իսլամական Հանրապետության մասին եմ խոսում, այնպեսի տպավորություն է, որ ձեզ ասել են, որ անպայման Ռուսաստանից հարցեր կտակ։ Չէ, ես գիտեմ որ դուք ռուսամետ ուժ եք դրա համար։ Եվ ես ձեզ պատասխանում եմ, Իրանի Իսլամական Հանրապետությունը, դա ուրիշ երկիր է, ավելի հարավ է գտնվում։ Ուրիշ երկիր է, այն ձեր ասած երկրից չի։ Ակնհայտորեն։ Շնորհակալ եմ։ Այդ երկիրը հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր համար կարմիր գիծ է։ Գիտեք ինչու՞։ Որտեվ Հայաստանը միակ ճանապարհն է Իրանի համար։ Գիտեմ։ Դեպի Եվրոպա։ Այո։ Գազի վաճառքի, այլ հումքերի վաճառքի։ Եվ մենք կենսական նշանակություն ունենք այդ երկրի համար։ Եվրոպական միության համար Հայաստանը այս պայդրությամբ Չինաստանից Եվրոպա, Իրանը եւ Ռուսաստանին խուսափելու միակ ցամաքային ճանապարհի ուղին է։ Այստեղ հետաքրքրություն կա Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ հաստատ հետաքրքրված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բացի Ռուսաստանից բոլորը դրա համար ռուսական պետությունը ունի իր շահերը, բայց ռուսական պետության համար նաև հետաքրքիր է, որ թուրքական աշխարհի միջև լինի պետություն, ուժեղ պետություն, որպեսզի թուրքական աշխարհը չմիանա։ Մենք լինենք թուրքական աշխարհի մեջ, կրվածնի թուրքերի մեջ։ Մենք ունենք, տեսեք, դա մեր շահերից բխում է։ Մենք մեր շահերից բխում է խաղաղ անվտանգ երաշխավորված երկիր։ Իսկ դե ասած այդ կոնցեպտը, որ Ռուսաստանը մեզ ուզում է օգտագործել, որ թուրքական երկրները չմիանան, դա մեր շահերից բխում է։ Իսկ որ միանան, բան Ղազան, մեր տարածքով միանան։ Այսինքն մենք պետք է կռվենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ, որ Ռուսաստանը որտեղ ուզում է որ միանան, բայց դուք ուզում եք, այսինքն դուք տարածքով ի՞նչն է խնդիր։ Գնան գան, այո։ Ես ասում եմ չմիանան, դուք ասում եք միանան։ Միանան ի՞նչ է նշանակում։ Միանալ նշանակում է տարածքային իրար հետ ունենան ուղիղ սահման։ Հա, թող գնան գան, ի՞նչն է խնդիր։ Գնալ գալը ես էլ դեմ չեմ։ Դեմ չեք, Ռուսաստանը դեմ է։ Ոչ, ես դեմ չեմ։ Մեզ կրվածնում է, դուք ասում եք նորմալ է։ Ոչ մեկ չի կարող Հայաստանի տեղը դա որոշել։ Մենք դեմ չենք, բայց մի հատ ուրիշ բան ասեմ։ Մենք ասում ենք, հետաքրքիր է, որ այս երկրները չունենան ուղիղ սահման իրար հետ, իսկ ուղիղ սահման կարան ունենան մենակ Սյունիքով։ Այսօր վաղը իրենց ծրագրով, եթե Փաշինյանը մնում է իշխանության, ծրագրով հնարավորություն են ունենալու Հայաստան տեղափոխել սկզբից 1000 հոգի, հետո 2000 հոգի։ Նյուվադիում, որը Մեղրիում է, 1988 թվականին բանակ զորակոչվողների մեջ համարյա կեսը եղել են Ադրբեջանի ազգության մարդիկ եւ Ազգին Սարգսյանը դրա մասին գրել է։ Մեր երկիրը, որպեսզի պաշտպանվի դրանից, մեզ պետք է Հակա Սաֆարովյան օրենք, որ դեմ առնենք ադրբեջանցիներին։ Դուք դրա դեմ ինչ ունեք, չեմ հասկանում։ Բայց մասսական ադրբեջանցիներ եք դուք փողոցում տեսնում։ Մենք այսօր ոչ, այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ հայտարարություն է անում։ Հայաստանի Հանրապետության նախագահը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վարչապետը ասում է, ոչ մի 300,000 Հայաստանի Հանրապետության նախագահ հայտարարություն է արել։ Բառացի, մենք պետք է բացենք Սյունիքի դարպասները։ Այն դարպասները, որ Գարեգին Նժդեհը փակել է։ Այո, պետք է բացենք, դրանք դուք փակելու եք։
Սյունիքի դարպասները փակ են լինել, թող գան թողնելու գնան գան։ պասպորտներով անցնեն հայկական սահմանապահի կողքով, հայկական դրոշին նայելով հանգիստ անցնեն գնան 10 օրից ավել Թրիփը ոնց ստորագրում եք, չէ՞։ Այո, 10 օրից ավել էլ հայկական հողի վրա չլինեն։ Դուք ստորագրելու եք Փաշինյանի խաղաղության պայմանագիրը, ստորագրելու եք թրիփը Երաշխավորներով։ երաշխավորով չերաշխավորով թրիփը չեք փոխելու, չէ՞, այդ օրենքները գործելու են։ Այո։ Դե հիմա այդ նույնը լինելու է, դուք գաք թե նույնը լինելու է Փաշինյանը, հիմա դուք ինչ եք խոսում։ Տարբերությունը երկու։ Դուք նույնը չեք ստորագրելու։ Մեկ, երաշխավոր Դուք չկա։ նույնը չեք ստորագրելու։ Երաշխավոր չկա։ Երաշխավորը փոխելու է կանոնները։ Երաշխավորը փոխելու է խաղաղության երկարաժամկետությունը։ Հա, ավելի երկար է դարձնել են ինչ կա։ Չէ, երաշխավոր։ Տեսեք, դուք եք ֆիքսեցիք, որ ավելի երկար է դարձել։ Բայց հիմա մենք պետք է պայքարենք։ Մենք պետք է պայքարենք երկարաժամկետության համար։ Դուք Փաշինյանի սահմանած կանոնները չեք փոխելու։ Հետո եթե ադրբեջանցի գալու են Փաշինյանի ժամանակ, գալու են նաև ձեր ժամանակ։ Ոչ։ Երաշխավորը չի երաշխավորելու, որ ադրբեջանցի չկա։ 10 օր։ Նա երաշխավորելու է Փաշինյանի ստորագրածը, որը դուք նույնպես ստորագրելու եք։ Հետաբար նույն պատմությունն ալնելու։ Դուք կլինեք թե Փաշինյանը լինի։ Դուք ուզում եք մեր հանրությանը համոզեք, որ ադրբեջանցիները Հայաստանով գալը անխուսափելի է։ Դա ասում, դուք ասում եք մենք ստորագրելու ենք։ Կամ էլ Սամվել Կարապետյանի ասածն է, որ ստորագրելու ենք, բայց կետերը չեն կատարելու։ Այնպեսի տպավորություն է, որ հարցազրույցը դուք եք ինձ տալիս։ Ավելացնեմ մի բան։ Ավելացրեք։ Ադրբեջանցիները Հայաստանով անցնելուց իրավունք չեն ունենա 10 օրից ավել մեր երկրում լինել։ Անցնելու են Սյունիքով, տեսնելու են մեր դրոշը, տեսնելու են մեր սահմանապահին ու անցնելու են այդտեղ։ Բան, մատով որ Ես չգիտեմ ինչով, չէ, ամենայն հարգանքով բոլորի հանդեպ մենք մեր երկիրը լինելու է օրենքի երկիր, դրա կարիքը չի ունենալու։ Երկրորդը, մենք երաշխավորներ ենք ունենալու, որ մեր պատմությունը մի բան է սովորացրել 1909 թվականին հայերը պայմանագիր ստորագրեցին երիտթուրքերի հետ գործընկերության, համերաշխության եւ խաղաղության։ Հայերը չէ, դաշնակցությունը։ Հայկական կուսակցությունները, այո, եւ դրա արդյունքում զինաթափեցին հայկական բոլոր խմբավորումները եւ դրա արդյունքում ընդամենը 6 տարի հետո սկսվեց կոտորածը։ Ինչն է մեր ասածը, մեր պատմությունից մեզ մնացել է մեր հայրենիքի 10%-ը։ Մենք մի բան պետք է ասենք, մի դաս ենք սովորել մեր պապերից։ Մենակ պատմությունից մենակ կարանք դաս սովորենք։ Մի վստահի այդ մարդկանց քաղաքական մտքին մի վստահի։ Ադրբեջանցիների քաղաքական մտքին չենք վստահում մենք։ Ես չեմ վստահում Հեյդարի որդու քաղաքական մտքին։ Նա ինչքան շատ, այդքան լավ քաղաքականությամբ է գնում։ Մենք պետք է ունենանք երաշխավոր, որ վաղը ինքը իմանա, որ եթե ուզենա խախտի պայմանագիրը, հարավից պարսիկ կա, արևմուտքից ամերիկացի կա, որ նավթ չի առնում։ Եվ նաև երկրորդ բանը, մենք պետք է ընդունենք Հակասաֆարովյան օրենքը, որպիսի իրանք 10 օրից ավել, ասում եք գալու գնալու են, 10 օրից ավել չեն մնալու ստեղ։ Ուժեղ երկրում, ուժեղ Հայաստանում, ու էսի գործելու է տասնամյակներ, չի լինելու։ Շատ լավ։ Իսկ մի բան ձեզ ասեմ։ Պարոն Կարապետյան, դուք ասիք հիմա կան Հայաստան։ Տեսեք, դուք ասում եք, որ լինելու է երաշխավոր, համաձայն եմ, թող լինի։ Աստվածտա 25 երաշխավոր լինի։ Բայց խաղի կանոնը դուք չեք փոխելու, չէ՞։ Դուք ստորագրելու եք թրիփը, ստորագրելու եք խաղաղության պայմանագիրը, եթե Ալիևը ստորագրի։ Հետևաբար դուք կլինեք, Փաշինյանը կլինի, թե չգիտեմ որևէ մեկը կլինի։ Երկու տարբերություն ասեցի, բայց Չէ։ Պայմանագրի խաղի կանոնի տարբերություն չկա, պայմանագրի մեջ ձեր ասածները չկան։ այո, պայմանը Եթե ադրբեջանցիք դուք ասում եք մենք մերձիով ճանապարհ ենք հանձնելու, այդ ճանապարհը արդեն հանձնված է լինելու նաև ձեր ժամանակ, որովհետև դուք կնքելու եք այդ նույն պայմանագիրը, ինչ որ կնքել է Փաշինյանը։ Հետևաբար, եթե թուրքերը գալու են Փաշինյանի օրոք, թուրքերը գալու են նաև ձեր օրոք։ իսկ Հակասաֆարովյան օրենքի 10 օր մնալու Հաճեք թողել տուն սահմանափակում առնեն։ ոչ։ Բա ինչ։ Ինչ, չենք Թե չէ ադրբեջանցիները կանգնած երազում են, երբ են Երևանում տուն առնելու։ Երազում են հերթ անդր։ Ես ձեզ երաշխավորում եմ հարյուրավոր տներ պետական աջակցության, պետական փողերով իրանք բերելու են առնեն։ Իրանք Դե հիմա չգիտեմ, ես մի բան գիտեմ։ Դու ասում ես քարտեզ կա, եթե դեմ չեք ներկայացնեմ։ Իրենց քարտեզն է Հայաստանի, որտեղ մենք մեր երկրի գրեթե բոլոր շրջանները իրենց անունով են, ինչ որ անուններ են, նա մենակ ապարանն է, որ ապարանայել է կոչվում։ Բոլոր շրջանները Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական անուններով են։ Սա իրանք ուղարկել են ՄԱԿ, այս փաստաթուղթը ադրբեջանցիների վերադարձի կոնցեպտ ուղարկել են ՄԱԿ, որպեսզի ՄԱԿ-ը հովանավոր կանգնի։ ՄԱԿ ուր։ ՄԱԿ-ում այնքան հազարատ անիմաստ կառույց կա, ուր են ուղարկել ՄԱԿ։ Բացում ենք եւ տեսնում ենք։ ՄԱԿ-ի անվտանգության կներեք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ ու որ այն պահանջով, որ
իրենց համար ապահովի վերադարձը։ Ու նաև Բրյուսելում անում են միջոցառում, որով նրանք եվրոպական դելեգատներին ներկայացնում են ադրբեջանցիների վերադարձի մասին տվյալներ։ Ընդամենը վերջի 3 տարվա ընթացքում մոտավորապես 45 միջոցառում են արել։ Ու պետական ֆինանսավորումով։ Շատ լավ։ Հիմա տեսեք, պարոն Կարապետյան, դուք Ղարաբաղը, հիմա այդ թեմային ուրիշ կողմից նայենք։ Դուք Ղարաբաղը ճանաչում եք անկախ պետություն, թե Ադրբեջանի կազմում։ Մենք ճանաչում ենք Արցախի հայերի իրավունքները իրենց հայրենիք վերադառնալու։ Ես Ղարաբաղի ստատուսի մասին եմ հարցնում։ Ստատուսի մասին չեմ ուզում այդ հարցին պատասխանեմ, որովհետև դա օգտակար չէ մեր Հայաստանի ապագա բանակցությունների համար։ Արցախցիները, որոնք ուզում են վերադառնալ, դուք դա այդ իրավունքը պաշտպանելու եք, չէ՞։ Նրանք ուզում են հասկանան, չէ՞, օրինակ ես արցախցի եմ, դուք ասում եք մենք ձեր իրավունք, ես ասում եմ հարգելի պարոն Կարապետյան, շատ լավ է, որ մեր իրավունքը պաշտպանելու եք։ Ես ուր եմ վերադառնալու, անկախ իմ տուն ոնց որ կար, թե Ադրբեջանի կազմ, որը ինձ պարտականություններ է ենթադրում։ Եվ հետեւաբար ստա կապված է մեր այս նախկին դիսպուտի հետ, դրա համար եմ հարցնում։ Հիմա ասեք որ կողմնորոշվենք, մենք ուր ենք գնում։ Շատ ջրեր են հոսել քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության գալու առաջի օրը։ Եվ հիմա հայկական պետության վիճակը արտաքին քաղաքական լրիվ ուրիշ է։ Մենք, ինչպես երեք Արարատ Միրզոյանն էր ասում, մենք անդունդի եզրին ենք կանգնած, ճիշտ էր ասում։ Ու այդ անդունդի մոտ բերել էր ինքը իր ղեկավարի հետ։ Եվ այդ պատճառով մենք Արցախ վերադարձի հետ կապված մեր գլխավոր նպատակը այս բան մաքսիմումը ինչ մեր հանրությանը մենք կարանք ասենք, դա որ արցախցիների իրավունքի պաշտպանված լինելը Արցախի տարածքում։ Հա, բայց այդ իրավունքը որ պաշտպանեք, այդ մարդիկ պետք է գնան, չէ՞, դրա արդյունքում։ Հիմա այդ մարդիկ ասում են ուր գնանք, Ղարաբաղ, անկախ, թե Ադրբեջան։ Պատասխանը տվեցի ձեզ։ Չէ, դուք ասիք իրավունքն ենք պաշտպանում։ Այսօրվա ձևաչափում, այսօրվա իրավիճակում տարածքային այն իրավիճակը որ կա, այդ իրավիճակով վերադարձ։ Ոնց որ հիմա կա։ Այսինքն Ադրբեջանի կազմում։ Մենք ԿՊ-իս աշխատանքի արդյունքում մենք ունենք Ես չեմ ասում ով մեղավոր դրա համար։ Ես ասում այսինքն չեք ասի, պարոն Ղազարյան, չեք ասի ով է մեղավոր, որովհետև գիտեք ով է մեղավոր։ Ինչ ասեմ, ասեք, ով Փաշինյանն է մեղավոր։ Փաշինյանի քաղաքականությունը։ Հիմա դուք դա ընդունում եք, որ Արցախը Ղարաբաղի մաս է։ Մեղավորության մասին հումորով արժե խոսալ այդ մեղավորության մասին։ Ես դա անձամբ Փաշինյանների էսնեմ հարցել, դուք հանգիստ եղեք։ Հիմա դուք ընդունում եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Իսկ ինքը ընդունել է, որ մեղավոր է։ Եկեք ձեր թեզերը մարդկանց պատմեք։ Իրանց թեզերը ինքը գա կպատմի։ Մենք փորձում ենք, բայց դուք մի 15 րոպե խոսում եք Ռուսաստանից, որի մասին մենք բան չենք քննարկել։ Բանի առումով Իրանի մասին ենք քննարկել եւ արևմտյան եվրոպական երկրների հետ համագործակցություն։ Ընդունում եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, այսինքն։ Մենք տեսնում ենք, այդ հարցին չեմ պատասխանելու։ Լավ։ Հիմա, երբ որ դուք արցախցիների իրավունքը վերադարձի ապահովեք, Ալիևն է չասի, եղբայր, շատ լավ է։ Բա ադրբեջանցիքը պետք է գան Հայաստան։ Ինչու՞։ Որտեվ ապրել են այստեղ։ Այստեղ անկախ Հայաստանը ադրբեջանցի չի ապրել։ Դուք ասում եք վերադարձ 300,000, իրենց ասած վերադարձ։ Այստեղ անկախ Հայաստանը ադրբեջանցի չի ապրել։ Սովետական Հայաստանում ապրել։ Անկախ մենք Սովետականում մենք անկախ Հայաստանի հետնորդներն ենք, անկախ Հայաստանում ադրբեջանցի չի ապրել։ Մենք ապրել։ Սովետական Հայաստանի իրավահաջորդն ենք։ Չենք թողելու։ Ինչ ուզում են անեն, չենք թողելու։ Այսինքն դուք իրան ասելու եք։ Այդ մարդը մեր հակառակորդն է, չենք թողելու։ Հա, դուք իրան ասելու եք։ Մերոնք պետք է գան ձեր մոտ ապրեն, բայց ձերանք մեր մոտ չպետք է գան ապրեն, բայց չի ասի Սումգայիթում կարծնենք ապրում են հայերը։ Բաքվում ապրում են հայերը։ Ոչ։ Իրանք է կարծեն, Մասիսում ապրում են հայերը։ Կիրովաբադում ապրում են հայերը։ Սյունիքում ապրում են ադրբեջանցիները, Մասիսում ադրբեջանցիները ապրում են։ Կասի դե եղբայր, ձերոնք թողա։ Այս օրակարգը բերել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որպեսզի հիմնավորի Արցախ վերադարձի չլինելու տարբերակը։ Սխալ են արել։ Հիմա ես Ալիևը ձեզ ասում եմ, եղբայր, ուզում եք ձերոնք գան մեր մոտ ապրեն, շատ լավ եք անում։ Ձեր իրավունքն է, տները ստեղ են, պապերը ստեղ են եւ այլն։ Ասում եմ, մերոնց պապերն էլ ձեր մոտ են մնացել սովետի ժամանակ։ Սովետի ժամանակ անկախ Հայաստանի տարածքում, Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցի չի ապրել։ Հա սովետի տարած ժամանակը ապրել։ Կարող է իրանք հետ գան, ասեն ակկոյունլուների ժամանակը ապրել։ Մենք մեր երկրի մենք ժառանգորդն ենք Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցի չի ապրել։ Սովետական Հայաստանի ժառանգորդն են։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունը առաջին հանրապետության ժառանգորդն է։ Ադրբեջանցի ապրել։ Առաջին հանրապետության ժառանգորդները եւ մեր տարածքում թուրք չի ապրել։ Առաջի Ադրբեջանի հանրապետության թուրքերը որ ապրել են, կարան հետ գան։ Ոչ։
Ոնց ոչ։ Ոչ։ Բայց Թուրքերը դրանք չեն ոնց գալու։ են հետ գալի։ Արցախում Արցախը ինքնորոշված տարածք էր, ավտոնոմիա էր Ադրբեջանի սովետական Ադրբեջանի տարածքում եւ նաեւ Ադրբեջանից առանձնացել էր, այդ իսկ պատճառով մարդիկ, ովքեր 2 տարի առաջ, 3 տարի առաջ իրենց տանն էին, պետք է վերադառնան Իսկ իրենց ասա տուն։ մարդիկ, որ 50 տարի առաջ իրենց տանեն, պետք է վերադառնան իրենց տուն։ Դուք ասել եք, որ չեն քո ասածը չի։ Այո։ Այդտենց։ Չի եղել։ Ադրբեջանցի այստեղ, ադրբեջանցիները բերվել են, այսինքն թույլ իշխանությունների կողմից բերվել են, թույլ են տրվել, որ ադրբեջանցիները գան, հաստատվեն Հայաստանում, ու դրա արդյունքում մենք կորցրել ենք մեր Տեսեք Նախիջևանը։ լավ, Բաքվում էլ հայերը ապրել են։ Ապրել են, ինչ եղավ այդ մարդկանց հետ։ Ահա։ Այսինքն Բաքվում են ապրել, Հայաստանում են ապրել, որ այդ Ինչ եղավ Բաքվում մարդը ապրող մարդկանց հետ։ Ինչ եղավ։ Փախան։ Կոտորածների Այո։ արդյունքում, Սումգայիթի կոտորածի։ Այո։ Բայ ոնց ենք մենք համաձայնվում, որ այդ մարդիկ գան ստե տուն առնեն։ Ով։ Դուք նոր ասեցիք։ Ով գա ստեղ տուն առնի։ Ադրբեջանցիք։ Ասեմ ոնց, ինքը ասում է ձերոնք կոտորել ենք, վատ ա եղել, մերոնք ձեր մոտից են փախել, ձերոնք մեր մոտից են փախել, հիմա դուք ասում եք մերոնք պետք է հետ գան, ասում է լավ, որ ասում է մերոնք հետ չգան, ինչ արգումենտ եք բերելու։ Արգելիս, արգումենտը այսպեսին է։ Հայաստանի տարածքում, անկախ Հայաստանի տարածքում չեն եղել ադրբեջանցիներ։ Սա մեր հայրենիքն է եւ իրենք իրավունք չունեն գալու։ Լավ։ Գնանք առաջ։ Իհարկե։ Հիմա Հուսով եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի կարողանա իրագործել ձեր ասած ծրագիրը ու չի կարողանա Հայաստանը թույլ տա, որ ադրբեջանցիները գան ու երկար մնան այստեղ։ Էդի 10 օր։ 10 օրից ոչ ավել։ Լավ, գնանք առաջ։ Հիմա քաղաքացիակ ես նայեցի ուժային մարմինները մեր իրավական բազում ձայնագրություններ են հրապարակում, որ դուք զբաղվում եք ընտրակաշառքով։ Եվ շատ ձայնագրություններ կան, պարոն Կարապետյան։ Այդ փողը սենց գրանցի, սենց արա, վայ WhatsApp-ով մի խոսա, հեռախոսով մի խոսա, մեզ կարող ձայնագրեն, փողը տար բաժանի եւ այլն եւ այլն։ Դուք հերքում եք բոլորս մեղադրանքները։ Մեր ժողովրդին որևէ մոտիվացիա պետք չի թուրք բերողներին չընտրելու, ԿՊ-ի դեմ գնալու։ Մեր հասարակության 78%-ը դեմ է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, 72%-ը։ Բոլոր հարցումները բացի AR-ի հարցումից, որը նախորդ ընտրություններում 21% ուժին 3% էր տվել, 72%-ը դեմ է այս իշխանությանը։ Դրա պատճառով որևէ մոտիվացիա թուրք բերողներին։ Բայց այդ խոսակցությունները Այդ խոսակցությունները Մարդ ասում է, այս փողը տար բաժանի, այնպես տնով մարդ գտի, որ շատ գա։ Դատական process-ով տանեն, եթե աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը կամ Կարապետյանը չէ, ինչ որ մեկը իր կապիտալով ցանկանար այդպիսի բաներ անել, հաստատ կզգացվեր, պարոն Ղազարյան։ Էդի սուտ բաներ են, իրենք սուտ բաներ են տարածում, օդ բաներով փորձում են հասարակությանը շեղեն։ Իրենք են գնում, տանիքներ են վերանորոգում, աշխատանքներ են խոստալի մարդկանց, բոլորին տեղավորում են հեծում, հարյուրավոր մարդիկ են տեղավորում, որ իրենց համար ձայն բերեն։ Այս ժողովուրդը դրա կարիքը չունի։ Մեր ժողովուրդը մի բանի կարիք ունի գնալ ընտրության եւ մերժել փոքրիկ խմբակին։ Շատ լավ, բայց այդ ձայնագրությունները դուք լսել եք։ Ձայնագրությունները Տասնյակ են։ 20 ձայնագրություն կա։ Այո, երկու օրինակ բերեմ։ Ալավերդիում բաց ձայնագրություն է։ Ալավերդիում մարդը խոսում է, ասում է կգրանցեք այս մարդուն որպես քարոզիչ, որը օրինական քարոզիչը, օրինական կուսակցությունով գրանցվելու բան է։ Մարդուն կալանավորել են։ Գորիսում կալանքի են տարել մարդուն, ում մոտեցել է մի մարդ, ասել է ինձ բժշկական օգնություն կտաս, ասել է չէ, բանի մեջ կար, հենց ձայնագրության մեջ, չէ, ջիգար չեմ տա։ Գնացել է հակակոռուպցիոն այդ մարդը, գտել է հակակոռուպցիոնի տեղը, գնացել է հակակոռուպցիոն եւ ասել է, որ ինձ բժշկական օգնություն են խոսք տվել։ Սա ուղարկված գործակալներ են, որոնք սարքում են, բայց ես ուզում եմ մեր հասարակությանը մի բան ասել։ Վստահ լինի թող մեր հասարակությունը, որ եթե այսպիսի մեծ կապիտալով մարդ, ոչ թե Սամվել Կարապետյան, ուրիշ մարդ, ցանկանար այդպես բան անել, հաստատ բոլորը կզգային։ Դրա կարիքը չկա, ժողովուրդը դեմ է Փաշինյանին։ Իրենք են դուրս գալի ասում ես Բիբարի փողը կտամ, ես էնիկան եմ, Բիբարի փողն է տալի ինքը մարդկանց արդեն իր բանակցությունների արդյունքում կորցրած տնտեսական գործընկերների կորուստների փողն է տալիս։ Մարդը ուղիղ հայտարարում է դրա մասին։ Այդ իսկ պատճառով ինչն է մեր մոտեցումը։ Մեր մոտեցումը մենք պետք է մեր հասարակությանը ներկայացնենք, որ բոլորը պետք է գնան ընտրության, չհավատան այն, ինչ որ տարածվում է, որպեսզի անվանարկվի, այդ ինչից է որ ԿՊԱ-ականները տասնյակ խնդիրների մասին ենք մենք լսում։ Երեք տեսանք կնոջ էին էլի քաշքշում, ոնց որ իրենց ղեկավարից սովորել են։ Քրեական գործը հարուցվել ու ոչ մեկ ոչ մի բան։
կնոջ քաշքշելու ես ադաթը նոր ստեղծված հայերի մոտ դեռ նոր ծվարած, դա քաղաքացիական պայմանագրի կուսակցության նոր գործելավոճն է ոնց որ ինչպես կարող է ընդհանրապես ոնց է ստացվել տենց որ վերջին 2 շաբաթվա 3 շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այսպիսի դեպքեր եղան իրենք բարիերները սկսում են անցնել մեր հասարակական ավանդույթները սկսում են հատել էս մարդիկ ու դրա արդյունքում մենք ունենում ենք որակական փոփոխություն բարոյական փոփոխություն մեր հասարակության 2000-ականներին ընտրությունների ժամանակ այնց էին կանոնից քաշքշում որ դա ցավոք էքսկլյուզիվ չի։ Ես մեծացել եմ Երևանում, այսքան ժամանակ ապրել եմ Երևանում, ես այդպիսի դեպք իմ կյանքի ընթացքում, որ կնոջը քաշքշեն, փողոցում կամ այդպիսի բան չեմ տեսել։ Նախընտրականի ժամանակ 2000-ականների Նախընտրական ժամանակ ինչքան ես հիշում եմ նախընտրական տարիքով մի քիչ ձեզանից ավելի երիտասարդ եմ։ Դուք ասացիք այդ տնտեսական բիբարի մասին կարճ ասած, հա, հիմա տեսեք։ Իսկ ինչպես է գնելու բիբարը, պարոն Հիմա ես Ղազարյան։ այդ թեմայով եմ խոսանք, տեսեք։ Հայաստանը Ինքն է գրնելու թե օրինակ Քաջանի հանքն է փողը տալու։ այդ դեբատի որ գաք իրենք կհարցնեն։ Հա, գալու եք իմիջիալից դեբատի։ Իհարկե, սիրով։ Կհարցնեք դեմ արդեմ։ Հիմա տեսեք, Հայաստանը Եվրամիության այդ օրենքը ընդունեց տարուց ավել առաջ։ Այսօր մեզ ասում են բիբարը չենք թողի։ Պատժում են մեզ Ռուսաստանը, շանտաժ են անում եւ ասում են այ եթե այս կառավարությունը ընտրեք, այս sense ալնելու։ Հետևաբար պետք է ընտրենք ում ձեզ եւ Քոչարյանին։ Ով ասում է դի։ Ռուսները չեք տեսնում։ Հա տենց ուղիղ են ասում։ Ուղիղ ասել են որ դուք պրոռուսական ուժ եք, հենց ORT-ով։ ORT-ով sense ասում են եթե բանը իրանց ընտրեցիք բիբար կառնենք ձեզանից։ Իհարկե ոչ։ Բա։ Բայց ու մենք հիմար չենք, մենք հասկանում ենք, չէ՞, մեզ ասում են եթե Փաշինյանը մնա Իսկ ուրիշ բաներ կա, ուրիշ բաներ հասկանանք։ Դուք պատասխանեք։ Եվ ըստ էության ձեր պատճառով, որ դուք ընտրվեք, մեզ հիմա պատժում են։ Պարոն Ղազարյան։ Հիմա պատասխանեք։ Իսկ կարող է դա այն մարդու պատճառով, ով Ռուսաստանի ողերիմ թշնամուն, ում հետ իրենք արդեն 100,000-ավոր զոհեր են տվել, 100,000-ավոր մարդ է մահացել երկու պատերազմի արդյունքում, որոշում է, որ իրեն պետք է հրավիրի Հայաստան, նա էլ հակառուսական հայտարարություններ անի Հայաստանից, Զելենսկին հրավիրի Հայաստան, որից հետո այդ երկրից հայտարարություններ գա, որ դա անհետևանք չի մնալու։ Զելենսկին խի է հրավիրել Հայաստան։ Ինչ տնտեսական էֆեկտ է ունեցել հայ տնտեսությունը Զելենսկին Հայաստան հրավիրելուց։ եկել բազմակողմ Եվրամիության ծրագրի շրջանակներում։ Այնպես որ քանի անգամ է հակահայ մարդ եղել Մոսկվայում Պատերազմի ժամանակ Պուտինի ձեռը սխմել ու մեր մասին ինչ ասես քանի անգամ պատերազմի ժամանակ այնտեղ պատերազմի ժամանակ այնտեղ տարբերությունը դուք նկատեք պատերազմի ժամանակ անձամբ Պուտինն էր ասում որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է անձամբ այնտեղ ուրիշ մարդ պետք չէ ինքը լրիվ հերիք էր պատերազմից հետո էր դա ասում պատերազմի ընթացքում 44 օրյայի ընթացքում գիտեք ամենամեծ ցավը ինչն է որ դա այդ նույնը ասել է Հայաստանի ղեկավարը Գորբաչովն էլ էր նույնը ասում ժամանակին բայց Հայաստանի ղեկավարները համաձայն չէին դրա հետ բայց Հայաստանի ղեկավարը մեր Պրահայում նույն բանը ասել էր ճանաչելով Ալմաթայի այսինքն մինչև այդ էին բոլորը այդ ասում բայց Հայաստանի դուք ճիշտ եք համարում այդ պատժամիջոցները պատժամիջոցները ես կարծում եմ որ շատ վատ են մեր տնտեսության համար եւ Փաշինյանը դրա էֆեկտը չի զգալու դա վատ քաղաքականություն է որովհետեւ դրա էֆեկտը զգալու է հասարակ հայ գյուղացին Փաշինյանը ստանալու է իր ապարքեավճարները իրենց ընկերներով բոլորը քայլած մարդկանցով բոլորը ստանալու են իրենց ապարքեավճարները հայ գյուղացին չի իրացնելու իր բերքը բայց ինքը կներեք դուք չեք տեսել ինքը հայտարարեց որ արդեն իրացվում է եւ Ֆոնդեր Լայենը խոսած որ կօգնեն Հայաստանին կփոխհատուցեն եւ ճանապարհներ կգտնեն բայց իմ հարցը ուրիշ է 8 տարվա մեջ Ֆրանսիայի արտահանումը Հայաստանից Ֆրանսիա արտահանումը ինչքան է դարել ինչքան է դարել համաձայն եմ ձեր հետ այո մեր հասարակությունն է իմանա բայց հիմա իմ հարցը 20% ընկել է համաձայն եմ ընտրությունից առաջ օդ են ծախում իմ հարցը դուք այս պատժամիջոցները Ռուսաստան ճիշտ եք համարում ես տեսնում եմ որ այս պատժամիջոցները Հայաստանի քաղաքականության արդյունքն են բայց համարում եմ որ հայ ժողովուրդը մեծի մասամբ չի ուզում Փաշինյանի տարած քաղաքականությունը եւ պետք է չեմ ասում, ես Ռուսաստանից եմ ասում։ Իմացեք որ ավելի իմացել որ մենք վտանգ ենք արդարացված եք համարում, sense հարցը։ Իսկ քանի անգամ ենք մենք զգուշացրել որ Զելենսկիի այցը սխալ է։ Քանի անգամ։ Հասկացա, ես Հայաստանից չեմ, Հայաստան սխալ է։ Տեսակետից։ Մեր տեսակետից Ռուսաստանի արածը իշխանությունը սխալ է։ Ընդունում եմ ձեր ասածը։ Ռուսաստանի արածը արդարացված է։ Նշեցի ես որ ես կարծում եմ որ դա չի կարելի անել, պարոն Ղազարյան, որովհետև դրանից տուժում է ոչ թե փոքրիկ խմբակը, այլ տուժում է հայ ժողովուրդը։
Դա ազդում է մեր ժողովրդի, մեր գյուղացիների վրա, բայց Այսինքն դրա պատասխանատուն ոչ թե Փաշինյանին, այլ հայ ժողովրդին։ նրանք գիտեք ինչի process է, տնտեսական բաժանման process են սկսում, որը կազդի Հայաստանի տնտեսության վրա միլիարդավոր դոլարներ, որը մեր բյուջեն ուղղակի կբերի սնանկ վիճակին, որը կավելացնի մեր պետական պարտքը, անգամ Ուկրաինային պատերազմի ժամանակ Եվրոպան որ գումար է տալի, պարտքով է տալի։ Լավ, ձեզ մի հարց ունեմ, հասկացա։ Հիմա ընդունում եմ։ Միշտ արտահայտությունների վերջում ամենահետաքրքիր մասն է, եթե թույլ տաք, դա պարտքով է տալի։ Մեզ այդ գումարները տալու են տոկոսով պարտքով այն դեպքում, եթե տան, որովհետև մի քանի անգամ մի քանի միլիարդ կոവിഡ്ի ժամանակ է խոսք տվեցին, չտվեցին։ Համաձայն եմ։ Այն դեպքում, երբ որ հիմա մենք ուղղակի գումարը աշխատում էր գյուղացին, առանց պետական աջակցությամբ ծաղիկներ են վաճառում, բերք է վաճառում, չի կարելի սրել հարաբերությունը, տեսեք, ես ձեր ներկայությամբ եմ ասում, որ հետո Աստված չանի, հետևանքների առումով, չնայած կարծում եմ, որ շատ արագ փոփոխության արդյունքում ամեն ինչ կուղվի, Հայաստանը ճիշտ քաղաքականություն կտանի, բայց չի կարելի հիմնական գործընկերոջ հետ, ում հետ քո առևտրաշրջանառության 65%-ն է, վատացնել հարաբերությունները ու ասել գործընկերն է մեղավոր, ոչինչ որ Զելենսկիին կանչել են, ոչինչ որ ամեն օր իմ անդամները դուրս են գալի եւ հմեկով կամ այլ եթերներով հակառուսական քարոզ են անում, իրենք են մեղավոր։ Պատերազմը պարտումա ուրիշն է մեղավոր, տնտեսական խնդիր պատերազմը բերում ուրիշն է մեղավոր։ Բոլոր տեղերը կարող է մի օր տղամարդկություն հավաքեն, պատասխանատվություն վերցնեն, որ իրենք չեն կարողանում, բերում են երկու խնդիր, ստեղծում են նոր թշնամի, մեր թշնամիները մեզ բավարար են, պարոն Ղազարյան։ Հասկացա։ Հայաստանի թշնամիները մեզ բավարար են, իրենք նոր թշնամի են սարքում մեզ աշխարհի ամենամեծ երկրի հետ։ Միևնույն ժամանակ թույլ են տալի հին թշնամին սողոսկի մեր երկիր։ Հիմա հարց։ Դուք հաղթել եք։ Մեծ քաղաքականությունը 1000 հարց կարածակի։ Ռուսաստանի հետ ծագումը հարց։ Ռուսներն ասում են, եթե մեր ուզածով չանենք, գազը կթանկացնենք, մրգերն կարգելենք։ Ձեր գործողությունները։ Այդպիսի խնդիր աշխարհա քաղաքական մենք չենք տեսնում իրենց հետ։ Համաձայն եք, որ կարա լինի, չէ՞։ Մեծ աշխարհը։ Ես չգիտեմ հիմա այնքան հարց կա այս աշխարհում, չգիտեմ։ Ենթադրենք տենց հարց ծագի։ Կարա ծագի, չէ՞ տեսականորեն։ Ձեր գործողությունները ո՞րն է։ Ռուսաստանը ասում է, թե մենք եթե ունենում ենք 8 տարի, մենք եթե ունենում ենք 8 տարի, ես ներկայացնեմ ինչ ենք անելու դիվերսիֆիկացիայի համար։ Այս հարցը պատասխանեք, հետո ինչ ուզում եք ասել։ Չէ, հենց դիվերսիֆիկացիան է սրա պատասխանը։ Տեսեք, յուրաքանչյուր գազի գծով, այլ բանի գծով մենք պետք է զարգացնենք հարաբերությունները այլ երկրների հետ։ Օրինակ գազի գծով բարտերային համաձայնագիրը Իրանի հետ լայնացնելու ենք, որի արդյունքում գազի նշանակալի մասը մենք գազ ենք վերցնելու Իրանից, տալու ենք էլեկտրականություն։ Դա դիվերսիֆիկացնելու է։ Հիմա կանում ենք։ Դա քիչ են կանում, Իրան-Հայաստան գիծը 10 քանի տարի չի կառուցում, չեն կարողանում մի գիծ կառուցեն։ Ու մեծ մասը այս իշխանության ժամանակ 8 տարի մի գիծ չի կարողանում կառուցի։ Ենթականները դեռ չեն սկսել շինարարություն անել։ Բանը մենք լայնացնում ենք այդ պոտենցիալը, որը ստեղծում է մեծ աշխատատեղեր։ Բերում ենք Իրանից գազ, տալիս ենք էլեկտրականություն, քանի որ մեր ջերմաէլեկտրակայանների սարքավորումները Հայաստանը իրավունք ունի առնելու, Իրանը որպես համանախապակման տակ գտնվող երկիր չի կարող։ Այո, երկրորդ բանը, սկսում ենք այլ շուկաների հետ աշխատանքը։ Արտահանումները հայկական արդյունաբերության վերակենդանացման, վերաստեղծման արդյունքում մենք ստեղծելու ենք արտահանում անել միջին արևելք, մերձավոր արևելք եւ նաեւ աշխատելու ենք ամերիկյան շուկայի հետ։ Մերձավոր արևելքում, որպեսզի հասկանաք, օրինակ Իրաքում ամենադինամիկ զարգացող երկիրն է, Եգիպտոսում չկան տեղական արտադրություններ։ Նույն խնդիրն է ինչ որ Հայաստանում։ Այնտեղ ուղղակի նավթ ունի երկիրը, այդպես է ապրում։ Մենք կարող ենք մեծ պայմանագրեր ունենալ, վաճառքի մեծ պայմանագրեր ունենալ այդ երկրների հետ արտահանումը զարգացնել։ Զարգացնել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Որ պահին, որ մեր առևտրաշրջանառությունը մի երկրի հետ, որ երկիրը ուզում է լինի, ես չեմ ասում իրենք վատն են կամ լավն են, 65%-ից 65 որակական եմ ասում, այսինքն նաև այնտեղից գալիս է ուրիշ տեղ է գնում, էլի 65%-ից մենք իջեցնենք մոտավորապես 25%-ի գոնե, մենք կունենանք տնտեսական անկախություն։ Այդպես են անկախությունը ձեռք բերում, ոչ թե հելնում են պիկապի վրա ու գոռում են։ Համաձայն եմ ձեզ, հիմա դրա համար տարիներ են պետք, համաձայն եք։ Դա մի օրվա գործ չի։ 8 տարին բավարար է, պարոն։ Հիմա 2 տարի հետո ձեր իշխանության գալուց Ռուսաստանն ասում է, եղբայր կամ էսի կգնաք իմ ձևով կանեք, կամ ծիրան, ջերմուկ, ենթադրենք 65-ը իջեցրել եք 45-ի։ Ասում այդ 45%-ի երեսը 25-ի։ Էդի 8 տարում, ես 2 տարում եմ ասում, 2 տարի հետո։
ասում է երեսը չեք տեսնի։ Դուք վստահ եղեք այդպեսի խնդիր մենք չենք ունենա Լավ, եթե օրինակ ձեր պատասխանը դուք ինչ եք անելու։ Վստահ եղեք։ Ոնց վստահ լինի։ Միջազգային հարաբերությունը աստված մարդ չգիտի 10 օր հետո ինչա լինելու։ Ոնց վստահ լինեմ։ Որևէ հակասություն հայկական քաղաքական պրիզմայով եք նայում իրավիճակին։ Այսինքն որևէ հակասություն ձեր գալու դեպքում Ռուսաստանի հետ չի լինի։ Ինչ հակասություն պետք է ունենանք։ Եսին։ Ինչ հակասություն, պարոն Ղազարյան։ Չգիտեմ, ելնում են։ Թվարկեք մի հակասություն։ Մեջ հակասություն։ Ինչ հակասություն։ Մենք սահման էլ չունենք այդ երկրի հետ ուղիղ։ Ուղղակի կարանք լավ հարաբերություններ ունենանք։ Շատ լավ, ձեզ հարց են տալի։ Երկրորդ բանը, պարոն Կարապետյան, եկեք կոնկրետ էլի։ Այ ասում են, այս գործիչը չպետք է գա ձեր մոտ, եթե գա, Յանդան ինչ-որ հյուրի ունեք, իրանց դուրնել չի գալիս։ Ասում են եթե եկավ, մոռացեք Ծիրանի մասին։ Որ գործիչը։ Չգիտեմ։ Հռոմի պապը։ Հռոմի պապի համար խի պետք է տենց բան։ Չգիտեմ, այդ երկիրը անկախատեսելի է, հելում ու ասում է։ Պարոն Ղազարյան, գետային Հռոմի պապի հետ կապված այդպիսի վտանգ չկա։ Փառք Աստծո, շնորհակալություն պարոն Կարապետյան։ Ոնց է գնահատում Քարոզարշավը։ Քարոզարշավը իմ առաջի փորձն է։ Միայն դրական եմ տեսնում մարդկանցից, միայն դրական վերաբերմունք, ողջույններ 99% դրական եմ միայն տեսնում։ Այդ իսկ պատճառով չեմ կարողանում գնահատականը տամ այլ քան դրական։ Միայն լավ մարդիկ ողջևորված, մարդիկ փոփոխության կարոտով ու հույսով։ Միակ բանը պետք է ամենասկզբից որ մտնում եք Քարոզարշավի հիմա ավարտվում է, ձեր պատկերացումները համընկան։ Նու մասշտաբը ավելի մեծացել է, մարդկանց վերաբերմունքը ավելի դրական է դարձել։ Ուղղակի մենք տեսնում ենք մասսայական աջակցություն, որոշ համայնքներում ուղղակի զարմանալի մասսայական աջակցություն ու որը որ ցույց է տալիս, որ ժողովուրդը որակական փոփոխության կարիք ունի։ Շատ լավ, Հռոմի պապի համար հանգիստ ավարտում ենք մեր եթերը, մեր հյուրը ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համբար Նարեկ Կարապետյանն էր, պարոն Կարապետյան, ինչ այլ։ Եթե հաղթում է ձեր մրցակիցը, դուք կշնորհավորեք նրան։ Հաղթելու է հայ ժողովուրդը, հաղթելու է փոփոխությունը։ Շատ լավ, եթե մրցակիցը հաղթի, կշնորհավորեք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում փոփոխությունը տեղի ունենա, որովհետև ես ներկայացեցի ինչ ռիսկեր կան։ Մենք պայքարի մեջ ենք, իմ ընկերներից շատերը այս պայքարի արդյունքում անօրինական ազատազրկման են դատապարտվել։ Մենք պայքարի մեջ ենք մեր հայրենիքի համար, որ մեր հայրենիքի նշանակալի մասը 10%-ը, որ մնացել է մեր մեծ հայրենիքից, մնա հայկական։ Ես ԿՊ-ից որ գան, ես իրենց եք հարցնում, ձեզ շնորհավորեն, թե չէ, թե դուք հաղթեք։ Իսկ դուք իրենց կշնորհավորեք։ Մենք հաղթելու է փոփոխությունը։ Լավ։ Մենք կհանդիպենք, տեսություն։ Շնորհակալ եմ։